Բարի օր։ Այսօր օրը կսկսենք քաղցրով։ Պատրաստելու ենք բրաունի։ Բրաունին պատրաստելու համար մեզ հարկավոր է բանան, թարմ սառեցրած ազնվամորի, չամիչ, ընկույզ, կարագ, ձու եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Գործ ենք դնում ապակյա թասը։ 3 ձու ենք ջարդում սենյակային ջերմաստիճանի։ Մինչև ձվերը հարելը կարևոր գործ ունենք անելու։ 150 գրամ կարագ հարկավոր է հալեցնել։ Այսօր ես գործի եմ դրել կշեռքը, որպեսզի ճշգրիտ գրամերը ստանանք։ Սա 250 է, 250-ը, այսքանը կարծում 150 կլինի։ $153, ոչինչ, լավ է։ Սա ուղարկում ենք միկրոալիքային վառարան, հավվելու։ Եվ շարունակենք։ Ձվերը հարում ենք։ Հարում ենք այնքան, մինչև հյուսվածքները քանդվեն։ Հարած ձվերին ավելացնում ենք մառանիկ ընկերության շաքարավազ 120 գրամ։ Ահա, 122, ոչինչ, դա էլ վատ չի։ Լցնում ենք հարած ձվերի վրա և հարում ենք այնքան, մինչև շաքարավազը ձուլվի։ Ահա, կարծում վատ չի։ Եթե նկատեցիք, մեր բրաունի մեջ կար բանան։ Սկսենք բանանը մշակելուց։ Կարագը կարծում արդեն կարելի է հանել։ Թող մնա սեղանին։ Կվերցնեմ 3 բանան։ Երկուսը տրորելու եմ։ Կողքինը։ Երկրորդն էլ կլպենք։ Իդեպ բանաները պետք է հասած լինեն, որ հեշտ լինի ճզմելը։ Մյուս երրորդ բանանը կավելացնեմ ավելի ուշ։ Այն ոչ թե կճզմեմ, այլ կկտրատեմ, որ խմորեղենի մեջ զգացվի ատամի տակ։ Բանանները ճզմում ենք պատառաքաղի օգնությամբ։ Ճզմելուց հետո, երբ բանանը վերածվում է խյուսի, մոտարի ինչ էր հեռու գնացել, մոտարի այսպես ավելի հարմար է, կավելացնեմ հալեցրած կարագը, 150 գրամ դա արդեն ասել էի,
ավելացնում ենք հարած ձուն, շաքարավազի հետ միասին, կարելի ասել սրանք են ջրիկ բաղադրիչները, բրաունի, դու դեռ հեռու մի գնամ, կարող ես պետք գաս, այժմ չոր բաղադրիչներից դուք մի խանգարեք, կրկին գործ ենք դնում կշեռքը, ինչ հարկավոր է ալյուր, կվերցնեմ Մարանիկ ընկերության ցորենի ալյուր, սա պետք է լինի 100 գրամ, ամեն գտալը փաստորեն 30 և մի քիչ գրամ է, 30 և մի քիչ 85 եւս 15 101, թող լինի 101, դեմ չեմ ապրես դու քո գործը արեցիր լցնում ենք մաղ մեջ ալյուրը Մարանիկ ընկերության փխրեցուցիչը 1.5 թեյի գթալ թեյի գթալ և վանիլին 1 պտղունց կամ եթե ավելի ճշգրիտ չափ ասենք, կես թեյի գթալ, դա մեկ պտղունցից մի փոքր ավել է, շատ չանեք, վանիլինը շատ ուժեղ համեմունք է, բոլոր համերը կվերցնի իր վրա, կարծես թե մոռանալու ենք կակաոն, իսկ Մարանիկ ընկերության կակաոն կվերցնենք 3 ճաշի գթալ, առանց կակաոյի բրաունի չի լինի, չի ստացվի, մոտավորապես աչկա չափով 3 ճաշի գթալ, լավ է, մաղում ենք, սա էլ արեցինք, կրկին գործ ենք դնում հարիչը, սա հարում ենք այնքան, մինչև ալյուրի և կակաոյի գնդերը քանդվեն, ստանանք համասեռ զանգված, գործը արեցիր, քիչ էր մնում մոռանայի, համերը խորացնելու համար մի պտղունց աղ ենք անում, ավելացնում ենք 50 գրամ չամիչ, Եթե չամիչը չոր է, հարկավոր է նախապես թողնել եռացրած ջրի մեջ փափկի, դու քո գործը արեցիր, շնորհակալություն, ավելացնում ենք մնացած երրորդ բանանը,
մանր կտրատում և ավելացնում ենք, այսպես կարելի է կտրատել։ Անմիջապես կլցնեմ նաև թարմ սառեցրած ազնվամորի իր հյութով։ Սառեցնելուց հյութը դուրս է գցել։ Գործի ենք դնում սիլիկոնը բահիկը։ Ըստ ճաշակի կարող եք ավելացնել ինչ ուզում եք, ըստ ճաշակի չէ, ըստ նախասիրության։ Ես ունեմ ձեռքի տակ հապալաս, կավելացնեմ նաև հապալաս 30 գրամ։ Ունեմ 100 գրամ շոկոլադ, սրա 1/3-ը կմանրացնեմ, կավելացնեմ։ Շոկոլադը թխվելու ընթացքում կհալվի խմորի մեջ և սառելուց հետո այսպես կզգաք խրթխրթան շոկոլադը ատամի տակ, երբ ուտեք բրաունին։ Մնացած շոկոլադը կօգտագործեմ, երբ խմորեղենը հանեմ, դեռ տաք վիճակում քերած շոկոլադը կլցնենք վրան և այսպես կհալվի և հետաքրքիր շոկոլադե ծածկույթ կստացվի բրաունի վրա։ Եվ վերջին բաղադրիչը, որը կառաջարկեմ, ընկույզ, 50 գրամ ընկույզ եմ վերցրել։ Շատ մանր չենք կտրատում, ասենք ամեն ընկույզը մոտ 5-6 կտորի բաժանենք և լցնենք վրան։ Սա էլ հաճելի ատամի տակ կզգացվի բրաունին ուտելիս։ Վերջ կարծում տախտակը, չէ, տախտակը դեռ պետք է, մնա այստեղ, ևս մեկ անգամ խառնենք, այժմ տեղադրենք ջեռոցի տապակի մեջ, ինչ ենք անում, առաջարկում եմ յուղաթուղթ փռել, որ վերջում կարողանանք թխվելուց հետո հեշտությամբ հանել։ Թռչենք։ Թռչում և ճմրթում ենք, որ հեշտացնենք մեր գործը։ Ավելի հեշտ կարողանանք տեղադրել։ Յուղաթուղթ փռելուց բացի գործը կհեշտացնի յուղաթուղթից պոկելու համար բուսայուղը։ Մի քանի կաթիլ բուսայուղ կգցեմ։ Սա էլ արեցինք, տեղը փոխում ենք ստացված զանգվածը յուղաթղթի վրա։
հավասար տարածում ենք։ Եվ սա ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցը կմիացնեմ 180 աստիճան և բրաունին կթխենք 30-ից 35 րոպե։ Վերադարձիր ետ տախտակ, շնեց տախտակի վրա անելու բան չունենք, կվերցնենք թասը, քերիչը, մնացած շոկոլադը, եթե 100 գրամ 30-ը լցրեցի մեջը, այսինքն մոտ 70 գրամ շոկոլադ։ Նախապատրաստում ենք բրաունի վրա շաղ տալու համար, համեմունք կարելի ասել, շոկոլադ և կօգտագործեմ նուշ, բացում 70 գրամ շոկոլադ և 50 գրամ նուշ։ Մեկու մեջ այսպես շոկոլադ ենք քերում մանրանցքերով և նուշ, շոկոլադ, հետո կրկին նուշ, այսպես, այսպես։ Հենց բրաունին հանենք, հենց տակ-տակ, սա շաղ կտանք վրան, կթողնենք փոքր հալվի և կմատուցենք։ Ինչպես ենք ստուգում, պատրաստ է այն, թե ոչ։ Վերցնում ենք չոփիկ, խրում ենք շեղակի, հանում ենք, եթե վրան խմոր չկա, ուրեմն այն պատրաստ է, չորացնել չի կարելի։ Եվ հենց տաք վիճակում լցնում ենք շոկոլադի և նուշի խառնուրդը, շաղ ենք տալիս։ Տեղափոխում ենք տախտակի վրա։ Տեսեք ինչ հեշտությամբ դուրս է գալիս։ Եվ տեղադրում ենք մատուցվող ափսեի վրա։ Խմորեղենի մեջը պետք է փափուկ լինի։ Վերջ, կարելի է ըմբոշխ խմել։ Բրաունի։ Սենյակային ջերմաստիճանի ձվեր ջարդել, հարել, շաքարավազ ավելացնել, լավ հարել, 2 բանան կլպել, ճզմել, հալեցրած կարագ ավելացնել, լցնել ձվի և շաքարավազի խառնուրդը, ջրիկ բաղադրիչների վրա ալյուր, փխրեցուցիչ, վանիլին, կակաո մաղել, մի պտղունց աղ անել, հարել մինչև համասեռ զանգված ստացվի, ջրիկ խմորին չամիչ, կլպած և կտրատած 1 բանան, թարմ սառեցրած ազնվամորի դնել, հապալաս, 30 գրամ մանրացրած շոկոլադ, ընկույզ ավելացնել, զգուշորեն խառնել, ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, բուսայող քսել, լցնել խմորը, հարթեցնել, 180 աստիճան ջերմությամբ բրաունին թխել 30-ից 35 րոպե։ Ջեռոցից հանելուց անմիջապես հետո բրաունիի վրա քերած շոկոլադի և նուշի խառնուրդ շաղ տալ, հենց շոկոլադը հալվի, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, սմբուկ, սող, գազար, նեխուր, ընկույզ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե վառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։